Հանուն Հոր եւ Որդու եւ Հոգու Սրբո ամեն։ Արդ արցակիր քո ծառային տերեստ քո խոստման, որտեղ իմ աչքերս տեսան քո փրկությունը։ Այս խոսքերը Սիմեոն ծերունու խոսքերն են։ Այսօր տյառն ընդառաջն է, Տիրոջն ընդառաջ են գնում Սիմեոն ծերունին, Աննա մարգարեուհին, ժողովուրդը եւ անգամ տաճարն է Տիրոջ առջև ընդառաջ գնում, դռներն է բացում։ Ըստ ավանդության տաճարում արևելյան մի դուռ կար, որ երբեք չէր բացվել, միշտ փակ էր, տաճարում շատ դռներ կային, բայց մեկ դուռ կար միայն, արևելյան դուռը, որ որքան փորձում էին բացել չէին կարողանում։ Եզների լծեր էին կապում, քաշում էին, դուռ ուզում էին բացեն, բայց չէր փակվում։ Ինչու չէր բացվում այդ դուռը, որովհետև այդ դռան մասին մի հետաքրքիր մարգարեություն կար։ Եզեկիելի մարգարեությունը կար, այս դուռը չի բացվելու, մինչև որ Իսրայելի Տեր Աստվածը այդ դռնով մտնի։ Եվ ահա 13-ի փետրվարի 13-ի երեկոյան լույս 14-ի առավոտյան մեր Տերը Հիսուս Քրիստոս օրենքի համաձայն 40-օրյա մանուկ էր եւ Հովսեփը եւ Մարիամը 40-օրյա մանուկին վերցեցին ու գնացին տաճար։ Մի ահռելի ձայն, երկրաշարժի ձայն լսվեց, որտեղ տաճարի դուռը, որ երկար դարեր փակված էր, ճռնչալով ինքնուրույն բացվեց։ Եվ ամբողջ ժողովուրդը Երուսաղեմի լսեց այս ձայնը, ասացին Իսրայելի Տեր Աստվածն է գալիս, տաճարի արևելյան դուռն է բացվում։ Եվ բոլորը ամեն մեկը մի կանթեղ, մի լույս, մի մոմ ձեռքներին գնացին Տիրոջն ընդառաջ, տյառն ընդառաջ։ Մենք էլ այսօր մոմերը վառել ենք, եկել ենք Տիրոջն ընդառաջ։ Եվ այդպես Հովսեփը, Մարիամը եւ 40-օրյա մանուկ Հիսուսը մտան տաճար։ Օրենք է, որ ամեն արու զավակ 40-օրյա երբ լինում է, պետք է ընծա մատուցել, նվեր տար Տիրոջը։ Եթե ծնողները հարուստ են, ապա գառ պետք է մատուցեն։ Եթե ծնողները աղքատ են, մի զույգ տատրակ։ Շատ աղքատ էր Հովսեփը, Մարիամը, Հիսուսի ծնողները այնքան աղքատ են, որ անգամ մի գառնուկ չունեին, որ տաճարին ընծա մատուցեին։ Ուստի վերցրեցին մի զույգ տատրակ եւ եկան տաճար։ Տիրոջը ընծա մատուցելու ըստ Մովսիսական օրենքի։ Եվ ահա տաճարում մի մարդ կար նստած։ Ծեր էր այդ մարդը, շատ ծեր էր։ Անունն էր Սիմեոն էր։ Ով էր այս Սիմեոնը։ Իսրայելի թարգմանիչ ռաբունիներից վարդապետներից մեկն էր։ Դերևս 344 տարի առաջ, երբ Եգիպտոսի Պտղոմեոս իրավասեր թագավորը ուզում էր Սուրբ Գիրքը եբրայերենից հունարենի թարգմանել, 72 ռաբունի վարդապետների հավաքվեց Իսրայելի 12 ցեղերից ամեն մեկից 6 հոգի եւ առանձնացրեց մի կղզում, որպեսզի այնտեղ 12 խմբերով բաժանված 72 օրում 72 թարգմանիչ վարդապետները Սուրբ Գիրքը եբրայերենից թարգմանեն հունարենի եւ այդպես էլ եղավ 72 օրում թարգմանվեց Սուրբ Գիրքը եւ համեմատեցին ձեռագրերը, տեսան, որ բոլորը հար նման են եւ այս թարգմանությունը կոչվեց 70-ից թարգմանություն, 72 վարդապետների կատարած թարգմանություն։ Եվ ահա այդ 72 վարդապետների մեջ Սիմեոնն էր, այն ժամանակ դեռևս երիտասարդ,
Եվ ահա Եսայի մարգարեության տողերը երբ թարգմանում է Սիմեոն ծերունին, որտեղ գրված էր. ահա կույսը կհղիանա եւ մի որդի կծնի եւ անունը կդնեն Էմանուել։ Զարմացավ Սիմեոնը, ինչպես կույսը կարող է հղիանալ։ Եվ աղոթում էր ու ասում. Տեր Աստված, եղանի այն աչքերին, որ կտեսնեն այդ մանկանը Իսրայելի Տեր Աստծուն։ Եվ Աստված նրա խնդրանքը լսեց։ Սիմեոն այդ ժամանակ երիտասարդ էր, ապրեց ևս 344 տարի։ Եթե այդ ժամանակ երիտասարդ էր, ապա հիմա 370 տարին լրացել էր եւ չէր մահացել Սիմեոնը, որտեղ հրեշտակն ասել էր. մահ չես ճաշակի, մինչև չտեսնես Տիրոջ օծյալին։ Եվ ահա, երբ մանուկ Հիսուսին բերեցին տաճար, Սիմեոնը Սուրբ Հոգով լցվեց եւ ասաց. արդ արձակիր Տեր քո ծառային խաղաղությամբ, որտեղ իմ աչքերը տեսան Տիրոջ փրկություն։ Իր գիրկը վերցրեց մանուկ Հիսուսին 40-օրյա, օրհնեց Տիրոջը։ Այդտեղ էր նաև Աննա անունով մի մարգարեուհի, Ասերի ազգատոհմից, Փանուելի կինը։ Սա այրի մի կին էր, 84 տարեկան։ Սա էլ տեսնելով մանուկ Հիսուսին, փառաբանեց, գոհություն հայտնեց Տիրոջը եւ այսպես մի գեղեցիկ ընտանիք ստեղծվեց տաճարը, որ երկար տարիներ սպասում էր Քրիստոսի գալուստին եւ բացվեցին արևելյան դռները Սիմեոն ծերունին, որ 370 տարեկան էր ծերացած, գրկեց մանուկ Հիսուսին եւ Աննա մարգարեուհին, որ 84 տարեկան էր, որ փառաբանում էր, գոհություն էր մատուցում Աստծուն։ Այսօրվա տոնը համբերության տոնն է։ Համբերատար էին թե տաճարը, թե Աննան, թե Սիմեոնը, եւ իր համբերատարության շնորհիվ արժանի եղան մանուկ Հիսուսին տեսնելու, մեկը գգվելու, մեկը դռները բացելու, մյուսն էլ փառաբանելու։ Ուրեմն մենք էլ լցվենք համբերության, եւ եթե համբերենք մինչև վերջ, Հիսուսին կգրկենք։ Ամեն։